Նայեք, մենք միանշանակ այն կարծիքի ենք, որ այս գործընթացը պետք է շարունակվի, որովհետև եւ Ավետիք Չարաբյանը իհարկե արսեն, որի դեմ անօրինական կերպով եւ կեղծ մեղադրանքներով տարել են դատարան, ընդհանրապես 2 ամսով զրկել են ազատությունից եւ այլն եւ այլն։ Բացի դրանից գաղտնիք չի, որ Հայաստանում հիմա մասսայաբար հետապնդում են գնում քաղաքական գործիչների նկատմամբ, որոնցից շատերը գտնում են բանտերում, շատերը դեմ քրեական գործեր հարուցել, շատերին էլ սկսել են ընդհանրապես ունեզրկման գործընթաց։ Այդ ցավոք սրտի այդ ամենը գնում է տեղի ունենում sense ասեմ, զուտ քաղաքական նպատակներով։ Այսինքն այսօր Հայաստանում ցավոք սրտի ունենալ քաղաքական բանտարկյալը նորմա է դարձել եւ սա շատ վատ նորմա է, որի դեմ պետք է պայքարել։ Եվ այս դատական process-ով մենք նաեւ դրա դեմ ենք պայքարում, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ եւ հետեւաբար հույս ունենք, որ այսօր գոնե ինչ-որ մի վճիռի կգա դատանը, գոնե կալանքի այս գործընթացը փակվի, բայց նորից եմ գրում պայքարը շարունակել է։ Իսկ եթե ասված չան իրենք շարունակեն, երկարացնեն կալանք, իհարկե դիմելու ենք բոլոր հնարավոր միջոցներին Ավետիք Չարաբյանին ազատ արձակելու համար։ Հստակ է, մարդը գտնում է այսօր բանտում զուտ իր քաղաքական հայացքների համար, զուտ նրա համար, որ քննադատում է այսօրվա գործող ռեժիմը։ Քաղաքական վրեժխնդրություն, հա, կարելի ասել։ Նայեք, այսօր ցավոք սրտի այս 2 ամսվա կալանք հենց նման քաղաքական վրեժխնդրության ձևերից մեկն է։ Այսինքն իրանք հասկանում են, որ այն գործերը, որ իրանք կարում են, սա կեղծ գործեր են, բառացիոնից վերջից մի քանի տենց գործեր քանդվեցին դատարաններում, բայց մարդկանց պահում էին ամիսը, բառացիոնը գիտեք, այս վերջերս օրինակ այս սրբազանների գործով դա հաշապահին եւ այդ համակարգի ֆինանսիստերին են ձեռբակալել, որոնք իբր թե աշխատավարձ չեն տվել։ Հետո պարզվեց տվել են եւ այդ գործը կրճատվել է, կարճվել է, բայց այդ մարդիկ ամիսներով բանտերում են եղել։ Հիմա նույն ձև այդ բանտային 2 ամսվա բանտային գործընթացը որպես պատժամիջոց են օգտագործում, վախացնելու, սարսափի մեջ պայելու, վախացնել ոչ միայն այն մարդկանց, որ իրենք ձեռբակալում, այլ նաեւ շրջապատը, մյուս քաղաքական գործիչներին, քաղաքական ակտիվիստներին եւ այլն։ Այսօր ակնկալիքներ կան, որ դատարանը Գիտեք, ներկա քաղաքական ռեժիմի պայմաններում խոսել ակնկալիքներից ես ուղղակի խուսափ է, էլի, որովհետև հա, փաստաբանները վերջերս հայտարարություն են տարածել, որ գործը ամբողջովին ծերից կարված է ու կեղծ է։ Բայց թե դատարանը ինչ որոշում կհանգի, մենք տեսել ենք, էլի բազմաթիվ անգամ ոնց են տենց կեղծ գործերով մարդկանց ամիսներով բանտերում պահել, հետո էլ փակել են գործը ու ոչինչ դրա համար պատիժ չի կրել։ Հենց որ բացառված չէ, որ սա այսօր էլ դրա ականատեսը կլինի։ Այսինքն ցանկացած սցենար հնարավոր է։